Այդեպ ասեմ ինքն էլ է տեսական ֆիզիկոս եւ հիմա սովորում է Երևանի պետական համալսարանում, այնպես որ բացի քաղաքականությունից մենք այլ մասնագիտական թեմաներ ունենք քննարկելու իր հետ միասին։ Խնդրեմ անշան։ Ես այսօր խոսելու եմ մեր ծրագրով Ես խոսալու եմ մեր ծրագրի մոտ կարևոր կետերից մեկի մասին, որի կարևորությունը շատ հաճախ թերագնահատվում է, որը Հայ ազգային կոնգրեսը քիչ կուսակցությունից է, որ այդ թեմայի կարևորությունը հասկանում է ու մենք դրա հետ կապված շատ լուրջ ծրագիր ենք առաջ քաշել, այդ բնապահպանության խնդիրն է, որը մանավանդ այսօրվա Հայաստանում շատ մեծ խնդրեմ է, ինչպես մեր այսօրվա իշխանություններն են պատերազմ սկսել մեր մշակույթի, պատմության, արժեքների դեմ, նույն ձև Երևան քաղաքի քաղաքային իշխանությունները պատերազմ են սկսել բնության եւ ամենակարևորը մեր Երևանի բնակիչների առողջության դեմ։ Օրինակ, բոլորս շատ լավ տեղյակ ենք, թե Երևան քաղաքում ինչ կատաստրոֆիկ վիճակում է օդի աղտոտվածությունը, որով տարածաշրջանում Երևանը դառնում է վատագույն ցուցանիշ ունեցող քաղաքներից մեկը, ինչպես նաև մեր քաղաքային իշխանությունները ամբողջ օրը քաղաքում փնտրում են ինչ-որ կանաչ տեղ, որ արագ ոչնչացնել է կանաչ տեղը, որտեղ ինչ-որ ծառ են տենում, այդ ծառը անպայման ոչնչացվի, որպեսզի հետո այդ տարածքում նոր շինթույլտվություն տրվի եւ նոր շենքեր կառուցվեն, իսկ այդ շենքերի կառուցման անվտանգությունը առողջապահական տեսանկյունից, բնապահպանական տեսանկյունից ոչ մի ձև չի վերահսկվում ու դա ամենամեծ խնդիրներից մեկն է, ու շատ ես որպես մարդ, ով արդեն մոտ 5 տարի անձամբ զբաղվում եմ բնապահպանական գործունեությամբ, ես այս ծրագրով, մեր բնապահպանական ծրագրով անձամբ շատ ակտիվ զբաղվել եմ ու այս ծրագիրը պետք է անպայման իրագործվի, անկախ նրանից մենք հասնելու ենք հաջողության թե չէ, մենք այսինքն մենք դնելու ենք կառավարություն թե չէ, մենք այս ծրագիրը ես անձամբ առաջ եմ տանելու մինչև վերջ։ Ուրեմն հիմա շատ կարճ չեմ ասում մենակ, շատ կարճ ներկայացնեմ ինչ ծրագրեր ենք մենք առաջարկում բնապահպանության հետ կապված։ Ուրեմն ցանկացած պատասխանատու քաղաքական ուժ պարտավոր է գնահատել պետական ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը երկարաժամկետ կտրվածքով։ Հայաստանի ներկայիս տնտեսական կախվածությունը հանքումքային արտահանումից ոչ թե առավելություն է, այլ կառուցվածքային խոցելիություն։ Մեր ծրագիրը նպատակված է այս կախվածության նվազեցման եւ պետության կապիտալի, հողի, ջրի եւ մարդկային ռեսուրսների պահպանմանը։ Եվ մեր ծրագրում մենք առաջնորդվում ենք տնտեսական հստակ առաջնորդություններով։ Նախ հանքարդյունաբերության զարգացման սահմանափակում, այսինքն նոր մետաղական հանքերի բացման հետ կապված սահմանափակումներ, որպեսզի մենք շարունակենք գործել միայն եղած հանքերով եւ չփորձենք նորից բացել հանքեր, որովհետեւ մեր համար, մեր ժողովրդի, մեր քաղաքացիների առողջությունը շատ ավելի կարեւոր է, քան այդ հանքարդյունաբերական ռեսուրսները, որոնց ինչքան շատեր մենք շահագործենք հանքեր, նրանցից ստացած հարկային մուտքերը չեն ծածկում այն ծախսերը, որոնք մենք պետք է անենք ռեկուլտիվացիայի եւ առողջապահական համակարգի վրա։ Մենք նաեւ գալիս ենք փոխելու խաղաղի կանոնները, խստացնելով այդ կանոնները։ Գործող հանքարդյունաբերողների համար կիրառվելու են միջազգային էկոլոգիական ստանդարտներ, եւ սա ոչ թե պատժիչ միջոց է, այլ շուկայական հավասար պայմաններ ապահովելու մեթոդ, որտեղ տնտեսվարողը չի կարող գեներացնել իր շահույթը շրջակա միջավայրի եւ բնության հաշվին։ Ռեսուրսների դիվերսիֆիկացիա։ Պետական աջակցության սպեկտրը պետք է տեղափոխվի դեպի բարձր ավելացված արժեք ստեղծող ճյուղեր, այսինքն էկոգյուղատնտեսություն եւ էկոտուրիզմ, որոնք չեն սպառում պետության հիմնական ակտիվները։ Գործնական մակարդակում մենք կենտրոնանում ենք մի քանի ենթակառուցվածքների որակի վրա։ Առաջինը սանիտարական անվտանգություն։ Երևանի մերձակայքում գործող աղտոտող հանքերի
կոնսերվացումը բնակչության վերարտադրողականության եւ աշխատունակության պահպանման կարևոր հարց է։ Թափոնների կառավարումը աղբավայրերը մենք պետք է աշխատենք փոխարինել վերամշակման գործարաններով, որը դիտարկվում է որպես երկրորդային հումքի արտադրություն եւ հողային ռեսուրսների խնայողություն։ Ու նաեւ քաղաքաշինական նորմեր, որի մասին առաջ ասացի, թե ինչ վիճակում է հիմա մանավանդ Երևանում, կանաչ գոտիների պարտադիր արկայությունը քաղաքաշինության մեջ ոչ թե էսթետիկայի, այլ միկրոկլիմայի կառավարման եւ քաղաքական էներգախնայողության գործիք է։ Մեր մոտեցումը հիմնված է պետական շահերի վրա։ Մենք առաջարկում ենք անցում կատարել ռեսուրսների մսխման մոդելից դեպի կայուն եւ հաշվարկված զարգացման։ Մաքուր բնությունը եւ առողջ հասարակությունը մեր երկրի մրցակցային առավելություններն են համաշխարհային շուկայում եւ մենք պարտավոր ենք դրանք պաշտպանել օրենքի ողջ խստությամբ։ Շնորհակալություն։